Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում լավ նորությունները չի բացառում Արարատ Միրզոյանը։ Թեև Երևանը բոլոր հարթակներում խոսում է հաստատված խաղաղության կարգավորման էական առաջընթացի մասին, այնուամենայնիվ հարցեր կան, այդ թվում այս մեկը։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Երեք նաեւ Շարմ Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Պատանդարված հայերի մասին Միրզոյանն ասում է, փորձում են տեղեկություն ստանալ երրորդ երկրների միջոցով։ Սա խնդիր է հատկապես Ադրբեջանում Կարմիր խաչի փակումից հետո։ Մեր աշխատանքները չեն բացառում անշուշտ եւ հարցը մշտապես արկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային ուրեմն խողովակը նրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Կարծում եմ սա էլ կարևոր հանգամանք է։ Բաքվում ապօրինի պահվող հայերի թեմային Երևանում հյուրընկալված ԵԱՀԿ գործող նախագահը չի անդրադառնում։ Ողջունում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, նաև Մինսկի խումբը լուծարելու Երևանի ու Բաքվի համատեղ դիմումը։ Ըստ նրա, այս գործընթացն ավարտին կհասնի ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը։ Հույժ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը եւ խոստումնալից այդ քայլերին շարունակական բնույթ տալ, ստորագրելով նաեւ վերջնական համաձայնագիրը, որպեսզի խաղաղությունը լինի կայուն։ Պատրաստ ենք սատարել եւ աջակցել ձեզ։ Որն է լինելու ԵԱՀԿ-ի գործառույթը տարածաշրջանում Մինսկի խմբի լուծարումից հետո։ Ինչպես է այդ կառույցը պատկերացնում օրինակ արցախահայերի անվտանգ վերադարձը, եթե այդ հարցով տարիներով զբաղվող կառույցը լուծարվում է։ Էլինա Վալտոնենը շրջանցում է հարցը, էլի վստահեցնում է, խաղաղությանն են սատարում։ Միրզոյանն էլ Փաշինյանի թեզն է կրկնում։ Ամեն ինչ անում են, որ տեղահանված մարդիկ Հայաստանում հաստատվեն ու շարունակեն ապրել առանց հետ նայելու։ Մյուս կողմից սա էլ չի ստիպում Բաքվին ստորագրել խաղաղության վերջնական պայմանագիրը։ Նախապայմաններ ունեն, վերջին հարցազրույցում ասել էր Արարատ Միրզոյանը։ Հիմա ասում է նկատի է ունեցել Մինսկի խմբի լուծարումն ու սահմանադրությունը փոխելը։ Մինսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում։ Ինչ վերաբերում է թրիփին եւ առհասարակ ապաշրջափակմանը, Միրզոյանը հայտնի սկզբունքներն է կրկնում. տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն։ Մնացածը ասում է տեխնիկական դետալներ են, որ Վաշինգտոնի հետ են հստակեցնելու։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։